Ամրանից շահագործվող Հայաստանի առաջին ու դեռ միակ սանիտարական աղբավայրը սկսել է վիճակագրություն ձևավորել։ Տոննայի հաշվով, որքան ծախս է պահանջում բնակչության գոյացրած աղբը խնամքով հավաքել ու հող ջրին էկոլոգիապես վնաս չտալով պահելը արդեն թվեր ունենք։ Հակոբյան բնապահպանական կենտրոնի կազմակերպած թափոնների կառավարման խնդրի շուրջ քննարկմանը հայտարարեց Հարություն Ալպետյանը։ Կոտայքի Գեղարքունիքի օրինակ սանիտարական աղբավայրում աղբ տեղադրելը մեկ տոննայի համար մոտավորապես 20,000 դրամ է ստացվում հիմա։ Ծառայության դիմաց համայնքները շատ ավելի քիչ ու դեռ որ ֆիքսված գումար են տալիս, ինչն ըստ փորձագետի խնդիր է։ Ստացվում է բնակավայրը շահագրգռված չէ, աղբի համար վճարվող գումարը պակասեցնելու նպատակով մարդկանց համոզել տանն առանձնացնեն ապակին, թուղթ պլաստիկն ու դա գոնե վերամշակման գնա։ Այս տեմպով նոր աղբավայրն էլ արագ կլծվի կամ կվերածվի Նուբարաշենի նման խառը գլխացավանքի։ Մայրաքաղաքի դեպքում փորձագետներն առայժմ լուծման տարբերակներ են ծանրութեթևանում։ Երևանի համար օրինակ սանիտարական աղբավայրը կնստի մոտավորապես 15 միլիոն եւ հետո վարձավճարը մոտավորապես 1200 դրամ օրինակ պիտի դառնա մեկ շնչի հաշվով։ Ըստ Ալպետյանի թվերի 50 միլիոն եվրո կնստի խառը աղբավայր ստեղծելու եւ վերամշակվող խումբն այնտեղ սորտավորելու մոդելը, որից պնդեց Եվրոպան արդեն հրաժարվում է, եւ 250 միլիոնի կարգի աղբնայրող գործարան կառուցելը։ Հնարավոր 3 մոդելներից որն է քաղաքապետարանի ընտրածը, երբ անոնսեցին Նուբարաշենում հրդեհներից խուսափելու համար վերամշակող գործարանի մրցույթ են հայտարարել, քննարկման մասնակիցներն ասեցին առայժմ անորոշ է։ Պնդում են սակայն դրանով հարցը դժվար լուծվի։ Հրդեհներին վերամշակման գործարանը ոչ մի ձևի չի օգնելու։ Հրդեհները եղած աղբավայրում են, վերամշակման գործարանը նոր գոյացող աղբն է վերամշակելու։ Դատելով բաղադրությունից հայաստանյան աղբի կեսից ավելին վերամշակման ենթակա է եւ չպետք է աղբավայր հասնի։ Պնդում է նաեւ Սերբիայի, Ալբանիայի, Մակեդոնիայի թափոնների կառավարման գործին աջակցող եվրոպացի փորձագետը։ Ջոն Գլեյզբրուքն ի դեպ շատ պարզ լուծում է առաջարկում աշնանտերևները բակում չայրելու, բայց եւ դրանք աղբավայր չտանելու եւ մյուս սեզոնների համար հրդեհավտանգ իրավիճակը խորացնելու խնդրին։ Ծուխը Երևանի վրա, օդի որակը տեսնելով հասկանալի է, որ չպետք է այրել տերևները, բայց սխալ է նաև այն խառը աղբավայր տանելը։ Լավագույն լուծումը կլինի հրաշալի քայքայվող այդ կենսաթափոնի համար բնակավայրերին մոտ կոմպոստացման տեղ հատկացնելը, որտեղ կտեղափոխվեն թե գարնան նետվող ծառերի ճյուղերը, թե աշնանը հավաքվող տերևները, ինչու չէ սննդային մնացորդներն ու ժամանակի ընթացքում կվերածվեն օրգանիկ պարարտանյութի։ Ինչ մնում է Երևանի աղբավայր Նուբարաշենին, փորձագետների գնահատմամբ այն թափոնների կառավարման եռանկյունում տեղ չունի էլ։ Շատ ավելի ներքևում է Կորեայի ձորը, ուր բեռնատարները մի քանի հազար դրամով շինաղբ են դատարկում, որ հետո միլիոններ ծախսենք մաքրելու համար։ Հերմինե Բաղդասարյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։